7-3 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Նա վստահեցրեց ռադիկալ փոփոխություններ լինելու են։ Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին ուղղակի նպատակի հասնելու համար եւ եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք։ Իրենց դաշինքի կողմից ընտրակաշարք բաժանելու ենթադրյալ դեպքերի մասին հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումներին էլ Քոչարյանի արձագանքն այսպիսին էր։ Ծանոթ չեմ այդ նյութերին, 3 հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսներ ամբողջ օրը ինչ որ ձայնագրություններ էր տարածում, տպավորությունը այնպեսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև իր կառավարման տարիներին։ Իմ ժամանակվա փորձը դառաջի քաղցր փորձ է, 10 տարի անվտանգ երկիր է եղել եւ քաղաքացին անվտանգության մասին չի մտածել է երկրի առաջնորդը, կառավարությունը։ Քոչարյանն ընդգծեց, ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժն իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ լրագրողը հիշեցրեց, որ տարբեր ընդդիմադիր ուժեր շեշտել են նախկինների վերադարձ չի լինելու, իրենք Ռոբերտ Քոչարյանին չեն միանալու։ Իշխանության թեզը հետևյալն է. եռագլուխ այս նույն մարդիկ են, բոլորը մասնակցում են ընտրություններին Քոչարյանի համար։ Սենց փորձում են հին ու նորի սև ու սպիտակի այսպես գաղափարը հետ բերել դաշտ։ Հնամաշ այլևս չաշխատող գաղափարը։ Եվ տվյալ դեպքում, երբ իշխանությունը փորձում է դա անել, իհարկե ընդդիմադիր տարբեր ուժեր, ընդգծելով, որ իրենք ինքնուրույն են, իրենք որդեգրել են այսպիսի բացատրություն։ Ես իրենց հասկանում եմ։ Բայց սա ավելի շատ, այսպես ասենք, իշխանությանը, քարոզչության հակադրվելու գործիք է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Ռուսաստանի հետ հարաբերությունները կսրվեն, հետաքրքրվեցին լրագրողները։ Հիմա պատկերացրեք հետևյալը. Ռուսաստանի Դաշնությունը սառեցնում է բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ։ Տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ։ Բայց ինչ հիմքով, ինչ։ Իսկ հիմքերը պետք, Վաշինգտոնի հիմքերը պետք անել այն, ինչ անում է, որտեղ ուզում է։ Հիմքերը այսպես ասենք, մեծ պետությունների հիմքերը միշտ ստեղծում են եւ հիմքերը իրենք շատ պակսասել են, որ պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճամփորդությունը դեպի Եվրոմիություն, քանի որ Եվրոմիության հետ Ռուսաստանը այսօր թշնամացած վիճակում է։ Հետևաբար, եթե Ռուսաստանը միակողմանի, այսպես ասենք, տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ, դա համարժեք է ամբողջությամբ ԵԱՏՄ-ի հետ սառեցման։ 98% Հայաստանի կապերի տնտեսական Ռուսաստանի հետ է, ոչ թե ԵԱՏՄ-ի այլ անդամ պետությունների հետ։ Ըստ դե ֆակտո դու հայտնում ես լրիվությամբ նույն վիճակում, ավելի վատ վիճակում նույնիսկ, քան եթե ինքդ sense հոժար կամքով դուրս գայի։ Իսկ Եվրոպական ֆինանսավորի արևմուտքից կգան միջոցներ, հեքիաթներ արդեն կամ փորձ հեքիաթները դա ոչ մեկը չի ֆինանսավորելու, ինչ որ 50 միլիոն խոստացել են այս նախընտրական խոստում է։ Դաշինքի վարչապետի թեկնածուն խոսեց նաև այն մասին, թե ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա։ Եթե չգնա, շատ վատ ավարտելու, շատ վատ։ Ինչ իմաստելու ամեն մեկը իր ֆանտազիա, ուրեմն բան հստացնել, պատերով տալ, դա սպառնալիք չի։ Բայց վատ ավարտելը շատ վատ ավարտել ինչ է, նկատել եք իշխանությունը կրակը բացի ժողովրդի վրա ամեն մեկը թող իր ֆանտազիայի համաձայն եւ կողմնորոշումների մտածի թե ինչ է դա նշանակում։ Էմմա Վարդանյան, լուրեր։